Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում այսօր էլ կրկին հիասթափություն։ Մենք դեռ չտեսանք այն ամենը, ինչին այսքան երկար էինք սպասում։ Սերիալի ընթացքում ակնկալում էինք, որ Հենրին վերջապես կբացահայտի ճշմարտությունը թե Աննայի, թե Անգելինայի առաջ։ Եվ թվում էր այս անգամ արդեն իսկապես ամեն բան հասունացել է նման բացահայտման համար, բայց ոչ։ Հենրին կրկին նախընտրեց լռությունը։ Չնայած ամենահարմար պահին, երբ երկուսն էլ նրա առջև էին, սպասելով արդարացման կամ գոնե պարզաբանումների, նա ոչ մի բառ չասաց։ Եվ հենց հաջորդ օրը նա լուրջ զրույց ունեցավ հոր Միքայելի հետ։ Զրույց, որը միանգամից տարավ սյուժեն նոր ուղղությամբ։ Միքայել Շախունցը առաջին սերիայից ի վեր երբեք այսքան հավասարակշռված ու ինքնամաքրված չէր երևացել։ Միշտ ամենածանր ու պատասխանատու պահերին նա ցինիկ էր, սառը եւ հաճախ անարդար։ Բայց այս անգամ բացառություն եղավ։ Նա որդուն ասաց այն, ինչ ոչ ոք չէր սպասում, ասաց, որ պատրաստ է ընդունել Անգելինային որպես Հենրիի կին, պատրաստ է տեսնել նրան իրենց տանը որպես հարս։ Եվ երբ որդին ապշած էր, բառացիորեն շոկի մեջ, Միքայելը շարունակեց, խոստովանելով, որ իր ողջ ամուսնական կյանքի ընթացքում գոնե մեկ օր երջանիկ չի եղել։ Եվ հիմա չի ցանկանում, որ իր որդու կյանքը եւս կրկնվի։ Այս խոսքերն իրենց մեջ մեծ խորհուրդ ունեին։ Հենրին դեռևս չի գիտակցում, թե ինչ է իրականում կանգնած այդ խոստովանության հետևում։ Իրականում ասենք, Միքայելը պատրաստվում է բացահայտել ճշմարտությունը Աննային։ Նա հոգնել է այս երկարատև մթությունից ու ստերի շղթայից։ Նա հասկանում է, որ շուտով ամեն բան միևնույնն է այթելու է, եւ գուցե ճիշտ ժամանակն է իսկապես խոսելու։ Բայց մինչ այդ մեկ հարց է մնում անպատասխան. արդյոք Անգելինան կկարողանա ներել Հենրիին այս ամբողջ լռության համար։ Արդյոք այսքանից հետո նա կմնա Հենրիի կողքին, թե կընտրի հեռանալը։ Մինչդեռ քաղաքի մյուս ծայրում Էլիզը գնում է մանկատուն Ջոնին տեսնելու, բայց այնտեղ նրան սպասում է մի մեծ հարված, տհաճ անակնկալ։ Երեխան ասում է, որ նրա հայրն է եկել իրեն տանելու, բայց ինքը չի ցանկանում գնալ նրա հետ։ Նա ցանկանում է մնալ Էլիզի ու Հենրիի հետ։ Էլիզը շոկի մեջ է, եւ այս նորությունը նրան հուզում է ու միաժամանակ բարկացնում։ Նրա նյարդերը լարվում են, հատկապես այն պարագայում, երբ Հենրիին հազվադեպ է տեսնում տանը, եւ իրենց ընտանիքի կայունության վրա լուրջ ստվեր է ընկել։ Այս ամենը Էլիզի համար դառնում է հերթական պատճառը նոր ցնցումների։ Իսկ Լիլիթը այս ընթացքում շարունակում է գործել բացահայտ։ Նա այս պատմության կուլիսային հերոսն է, միշտ պատրաստ հակահարված տալու։ Իր գլխում արդեն պլաններ են, ինչպես վրեժ լուծել Սոսից ու Աննայից։ Սոսից խլելով նրա ողջ ունեցվածքը, Աննայից խայտառակելով նրան բոլորի առաջ։ Լիլիթը գործում է անողոք, հաշվենկատ ու դառան։ Բայց ինչպես տարիներ առաջ նրան ասաց Անետը, այս ամենի վերջը լինելու է մեկ բան։ Լիլիթը օրերից մի օր հաստատ հայտնվելու է հոգեբուժարանում։ Ու դա, ինչպես երևում է, սարերի հետևում չեն, քանի որ Լիլիթը փաստացի հատել է թույլատրելիի ու նույնիսկ անթույլատրելիի սահմանը։ Այսպիսով Միքայելը պատրաստվում է խոսել, բայց լռությունը առայժմ հաղթում է։ Աննան սպասում է, իսկ Անգելինան կասկածում, թե ինչ են թաքցնում իրենից ծնողները։ Արդյոք մենք շատ շուտով կտեսնենք այդ սպասված ճշմարտության բացահայտումը դեռ հարց է, բայց վստահ կարող ենք ասել մեկ բան. ամեն բան մոտենում է իր եզրագծին։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հենրին կհետևի հոր խորհրդին եւ կբաժանվի Էլիզից ու կամուսնանա Անգելինայի հետ։ Գրեք մեկնաբանություն։
Thank you.